Եթե Աստծո որդի ես, քեզ ցած գցիր այդ ժայռի վրայից, որտեղ իր հրեշտակներին պատվիրված է, որ իրենց ձեռքերի վրա քեզ կպահեն։ Գրված է, բայց նաև գրված է, որ քո Տեր Աստծուն չպետք է փորձես, ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Չարը, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, երբեմն կողմնորոշվում էր, որ Աստծո որդի է Քրիստոս, բայց շատ անգամ շփոթվում է։ Սուրբ Հովան Ոսկեբերյանն ասում է, որ Քրիստոսի մարմինը խայծ էր սատանայի համար, այսինքն մարմնով որսած չարին։ Հրաշքներ էր գործում մեր Տերը Հիսուս Քրիստոս, մեռելներին հարություն էր տալիս, բայց հոգնում էր, բայց քրտնում էր, բայց նեղություններ արտասվում էր, ասում էր, ոնց Աստված կարտասվի, Աստված կհոգնի, այսինքն ինչու էր Քրիստոս այս ընդունելի մարմնավոր տկարությունները կրում իր վրա, որպեսզի մեր տկարությունները իրենով վերացնի, որպեսզի կարողանա մեզ հաղթահարել տալ մեղքի պատիժը, մեղքի արդյունքն ինչ է, հիվանդություն, ցավ, նեղություն, վիշտ, ի վերջո մահ։ Նաև Քրիստոս մարմնով մեռավ, որպեսզի իր մահվամբ մահը հաղթահարի եւ մեզ կյանք պարգևի։ Ուրեմն այս հակասությունները չէր կարողանում կողմնորոշվել չարը։ Երբեմն սա էր տեսնում, երբեմն նա էր տեսնում, եւ դևերին հալածվում էր, դևերի մեջից խոսում էին, ասում են. «Գիտենք դու ով ես, Աստծո սուրբն ես»։ Վաղաժամ մեզ տանջելու եկար։ Այսինքն մենք ժամանակը գա ամբողջական դժոխքին կդատապարտվենք, վաղաժամ տանջելու եկար։ Բայց վերջնական չէր կողմնորոշում, իրապես Աստծո որդի է թե չէ, Աստված է, փրկիչն է թե չէ, որտեվ Քրիստոսից առաջ էին մեռելներին հարություն տվողներ եղել, ով Եղիան մի հոգի տվեց, Եղիսեն երկու հոգի մեռելներին։ Քրիստոսից առաջ էին բորոտներին, կույրերին, հաշմանդամներին բուժել, շատ մարգարեներ շնորհներ ունեին, բայց ոչ ոքի այդ շնորհը չէր հավասարվի Քրիստոսի արած հրաշքների, թե քանակին, թե որակին, եւ ժողովուրդն էլ հենց այդ էր վկայում, թե երբևիցե չի լսվել, որ ի ծնե կույրը բժշկվի։ Այսպիսի բան չէր լսվել, որ ի ծնե կույրը բժշկվի, կույր ծնվածը բժշկվի։ Եվ այսպես չէր կողմնորոշվում։ Եվ անընդհատ տարբեր մարդկանց միջոցով հալածում էր Քրիստոսին։ Եվ ի վերջո չարի դրդմամբ է, որ Քրիստոս խաչին դատապարտվեց։ Բայց հենց որ խաչին վրա բարձրացավ, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, չարը հասկացավ, որ սա փրկիչն է։ Եվ հիմա էլ նույն իր գործակալներով սկսեց Քրիստոսին ասել՝ իջի խաչից։ Եթե Աստծո որդի ես, փրկիր ինքդ քեզ, մեզ էլ, իջի այդ խաչից։ Իջի խաչից, քանի հրյա եկան ասեցին իջի խաչից։ Այդ հրյաները խո չէին ասում, չարի պատգամն էին ասում։ Այսինքն, երբ որ հասկացավ, որ խաչելությամբ ինքը դատապարտվում է, արդեն որտեղ զգում էր, հրաշքները տեղ ունեցան, մարգարեություններ իրականանում էին, Արեգակը խավարեց, լուսին Արիամ ներկվեց, տաճարի վարագույրը վերից վառ պատրվեց, սրանք բոլոր մարգարեություններ էին, որ կատարվում էին Քրիստոսի խաչելության ժամանակ, երկրի շարժ եղավ, մեռելները հարություն առան, դժոխքը սասանվեց, բայց ուշ էր չարի համար, այլևս Քրիստոս չիջավ խաչից, այլ մեզ փրկagorցեց, ուրեմն չարը կողմնորոշվում էր, բայց ամբողջովին չհասկացավ եւ Սուրբ Հովան Ոսկեբերյանի խոսքի համաձայն Քրիստոս իր մարմինը դարձրեց խայծ եւ դրանով որսաց սատանային եւ դրանով էլ դատապարտվեց։ Հենց դրա համար էր Քրիստոս եկել, նախ մարմնով մեր մեղքերը իր վրա կրելու եւ հետո մարմնով էլ դատապարտելու չարին, մարմնով էլ հաղթելու նրան եւ մեզ կյանք պարգևելու։ Ամեն։